Շուրջ 1 միլիարդ դրամ, ահա այսքան պարտք են 1998-ից ի վեր կուտակել Երևանի այգիների վարձակալները։ Մայրաքաղաքի այգիներում 180 հողատարածքներ կան, որոնք տրամադրվում են վարձակալությամբ։ Սա Հրազդանի կիրճն է։ Այստեղ դեռ խորհրդային տարիներից տարբեր տարածքներ են վարձակալության փոխանցվել։ Այս տարածքում 1 տասնյակ հողամասեր կան, որոնց վարձակալության պարտքը սկսում է 5 միլիոն դրամից ու ավարտվում 30 միլիոնով։ Երևանում այգիների տարածքների վարձակալությունից կուտակված պարտքը 2 մասնաբաժին ունի՝ ավելի քան 755 միլիոն դրամ ապարք և տույժեր, ընդհանուր շուրջ 1 միլիարդ դրամ։ Կամ անարդյունավետ կառավարման հետևանք է, կամ ուղղակի կոռուպցիոն երևույթների դրսևորում է։ Իշխանությունները առանձնապես չեն էլ տեղեկացնում իրանք ում հետ ինչ են խոսում այդ առումով։ Մենք անընդհատ գրեթե ամեն ամսյա կտրվածքում մենք ունենում ենք այս քննարկումները։ Երևանի ավագանու ազգային առաջընթաց խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանի համոզմամբ խնդիրները գալիս են համայնքային իշխանության քաղաքականությունից։ Ոչ թե համակարգային լուծումներ են առաջադրում, այլ տեղային։ Ոչ արդյունավետ որոշումներ են մինչ առ այսօր ուրեմն կայացվել եւ դրա արդյունքում ոչ տնտեսվարողն է ուզում իր պարտքը պամարի, ոչ գումարն է հավաքագրվում։ Ստեղծված իրավիճակը խոսում է նաև կոռուպցիայի առկայության մասին։ Պետական ֆինանսավորման եւ կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի կարծիքն է։ Եթե տարին էլ շարունակ միջոցներ չեն ձեռնարկվում եւ կուտակվում է այդպիսի հսկայական ծավալով պարտք, ապա բնական է, որ մարդիկ իրավունք ունեն մտածելու, որ ինչ-որ կոռուպցիոն երևույթներ են ընթանում։ Նա գտնում է, որ հարկավոր է փոխել վարձակալության պայմանագրերը, վերանայել երկարաժամկետ վարձակալությունները։ Շատ երկար տարիներ գները միևնույն մակարդակում պահպանելը իհարկե հանրային միջոցների արդյունավետ կառավարման վկայություն չէ։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամուխչյանն էլ վստահեցնում է, որ իրենք ամենամսյա ռեժիմով քննարկում են պարտքի հարցը, ընտրել են բանակցությունների մեթոդը։ Եթե բանակցությունները ապարդյուն են անցնում, այդ պարագայում մենք նոր սկսում ենք իրավական որոշակի գործընթացներ, մենք ունենք բավականին լայն գործիքակազմ։ Փամուխչյանի խոսքով եղել են դեպքեր, երբ պարտք կուտակած տնտեսվարողն ինքնակամ հանձնել է իր տարածքը համայնքին։ Բոլոր խնդիրները նկատի առնելով նոր պայմանագրերը կնքելիս այլ մոտեցում են որդեգրում։ Կան դեպքեր, երբ որ տնտեսվարողի հետ գալիս ենք համաձայնության սրճարանի կամ իր զբաղեցրած օբյեկտի տարածքի շուրջ որոշակի բարեկարգումներ իրականացնելու համաձայնություն։ Այս տարեսկզբին Երևանի քաղաքապետարանում ազդարարվեց վարձակալության պայմանագրերի դիտարկման աշխատանքային խմբի մեկնարկը։ Այն սկսեց 3 վարչական շրջաններից։ Civilnet-ը որոշ մանրամասներ պարզեց այս աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ։ Քաղաքապետարանից մեզ գրավոր պատասխանել են, որ այն դիտարկում է վարձակալության պայմանագրերում փոփոխություններ կատարելու եւ դրանք վաղաժամկետ լուծելու հարցերը։ Քննարկվել են 5 տասնյակի հասնող պայմանագրեր։ Ըստ պատասխանի, այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ Մեկ այլ խնդիր է գույքահարկի հավաքագրման հանգամանքը։ Ըստ Civilnet-ի հետաքննության քաղաքապետարանը չի հավաքագրում 14 միլիարդ դրամ գույքահարկը, բայց պետբյուջեից է 10 միլիարդ դրամ ստանում։